Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, եթերում պրես կենտրոնն է։ Տվյալները չեն ստում, իսկ այս դեպքում տնտեսագետները եւ փորձագետները վերջին ժամանակահատվածում պարբերաբար են հազանգում Հայաստանի տնտեսության ցուցանիշների եւ խիստ մտահոգիչ լինելու մասին։ Եվ այսպես, տնտեսական ակտիվության նվազում, արդյունաբերության անկում, արտաքին առևտրաշրջանառության տեմպերի կտրուկ դանդաղում։ Իսկ այս ամենը վկայում է մեկ բանի մասին։ Հայաստանը դուրս է գալիս արտաքին գործոններով պայմանավորված աճի փուլից եւ բախվում է իրական խնդիրների։ Այսօր նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնության շրջանակներում քննարկելու ենք հենց այս թեման եւ փորձելու ենք հասկանալ, թե ինչ ռազմավարություն կա մշակված մեր պետության եւ կառավարության կողմից, որպեսզի այս մարտահրավերները դիմագրավեն եւ ինչ քայլեր պետք է կատարվեին այն ողջ ժամանակահատվածում, որ ունեինք շանս որոշակի կառուցվածքային տեղաշարժեր կատարելու համար։ Այո, մենք տեսնում ենք, սիրելի հայրենակիցներ, որ տնտեսական աճը իսպառ, այսպես նվազագույն, այսպես անկում է ապրում, իջել է նվազագույն նշաձողի վրա, հունվար-փետրվարին արդյունաբերությունը մոտ 20% անկում ունի, առևտրաշրջանառությունը 55-60%, կան արտաքին տնտեսական մարտահրավերներ, ինչպես ասում են, առևտրային պատերազմներ, որին մենք կանդրադառնանք, անշարժ գույքի շուկայում նույնպես այսպես սառեցված վիճակ է, չէ՞ ասի, որ վերջնական փլուզվել է, բայց սառեցված է, պահանջարկը իջել է, եւ այս առումով նաեւ մենք զուգահեռ տեսնում ենք, որ իշխանությունների կողմից էական, այսպես աճող հարկային վարչահարությունը, կոշտ վարչահարությունը, արգելանքներ ա դրվում տնտեսվարողների հաշիվների վրա, պլոմբում են այսպես օբյեկտները եւ այլ, թե ինչ է կատարվում, քիչ հետո դուք ներկայացնեք մեր հյուրերին եւ մենք ակտիվ քննարկում կծավալենք, այո։ Շնորհակալություն։ Մեր հյուրերն են տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասիթ Հավադյան, տնտեսագետ Հայկ Ֆարմանյան, տնտեսագետ փորձագետ Ատոմ Մարգարյան։ Շնորհակալ ենք հարգելի հյուրեր մեր հրավերը չմերժելու համար եւ այսպես ինչ է կատարվում իրականում Հայաստանի տնտեսությունում։ Խնդրեմ։ Արդեն խնդիրը ի հայտ է գալիս, որ Հայաստանի տնտեսությունը իրականում աճ արձանագրվում էր ոչ թե հիմնականում ներքին արտադրության հաշվին, այլ արտաքին գործոնների եւ այս պահին տնտեսական վիճակը նման է 2002-ից 2007 թվականներին ձևավորվող տնտեսական իրավիճակով։ Այդ թվականներին մենք միջինը 12% տնտեսական աճ էինք գրանցում, մեզ համարում էին Կովկասյան վագր, տեսեք ինչքան հզոր աճ ունենք, բայց եկավ 2008 թվականը եւ մոտ 15% անկում գրանցեցինք, ամենացածր անկումը ռեկորդային։ Ուկրաինայից հետո եւ ինչ պարզվեց, որ այդ թվականներին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է դրսից եկած գումարներով, որոնք ապահովում են 12% տնտեսական աճի, մոտ 10%-ային կետը։ Մնացած երկուսն ենք մենք ապահովում եւ մենք ունեցայինք հյուսիսային պողոտայի շինարարությունը դրա արդյունքում։ Այժմ իրավիճակը նման է։ 2022 թվականի 12.6% տնտեսական աճ հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաներով, որի արդյունքում բավականին մեծ քանակությամբ արտարժույթ, ինչպես նաև աշխատուժ արտահոսեց Հայաստանի Հանրապետություն, նշեմ, որ 12.6% տնտեսական աճի կեսը միայն բանկային համակարգն է ապահովել ու ՏՏ ոլորտը։ Բանկային համակարգի զուգահեռ այդ տարի 3 անգամ աճել է։ Էլ չեմ խոսում այլ ճյուղերի մասին, որոնք այդ ամեն ինչից շահել են։ Այդ 23 թվականի կեսից մինչև 24 թվականի կեսը տնտեսական աճը ապահովում էր արդեն երկրորդ գործոնը, որտեղ այն առաջին գործոնը, որի մասին նշեցի ես, մի տարի ընդամենը տևեց։ Երկրորդ գործոնը դա ոսկու վերարտանումներ մեծ մասշտաբների 24 թվականին ընդհանուր արտահանման մոտ 63%-ը եղել ապշեցուցիչ ոսկին ու ադամանդը, այլ ոչինչ։ Ու մենք խոսում ենք 2024 թվականին 54% արտահանման աճի մասին, բայց արի ուտես, որ դեպի ԵՄ Եվրոմիություն արտահանումը կրճատվել է 14%-ով, դեպի ԵԱՏՄ արտահանումը կրճատվել է 11%-ով։ Այսինքն մեր հիմնական գործընկերների ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է, բայց այդ ամեն ինչը քողարկվել է, իրական տնտեսական անկումը քողարկել է այն հանգամանքով, որ մենք ոսկի ենք վերարտանել, սակայն դա էլ է, իջիկս եղել ոսկի վերարտանումը
Հայաստանում արդեն իջել է դրա ցուցանիշները, որը երևում է, որտեղ վերջին մի քանի ամիսներին, այսինքն 11-12-րդ ամիս 24-րդ թվականի, ինչպես նաև հունվար-փետրվար այս տարվա, արդեն իսկ արտանում 2 անգամ անկում է ապրել։ Եվ եթե այս տեմպերով շարունակի, որը մեծ հավանականություն է, ապա 25 թվականի արտանման ցուցանիշը մոտ 30-40%-ով պակաս է լինելու, քան 24 թվականի ցուցանիշը։ Սա պետք է հաշվի առնենք։ Նույնն էլ հնային վերաբերյալ է։ Այս ամեն ինչ որ կատարվել է ոսկում, ասած մեծ մասշտաբներով ինդուստրիալ վերարտահանումը, գրանցվել է որպես ինդուստրիա, այսինքն արդյունաբերություն։ Եվ ի սկզբանե եթե նայենք տնտեսական ակտիվության մասին խոսք գնաց, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ մինչև 24 թվականի հոկտեմբերը 24 թվականի հոկտեմբերին 17% աճ են գրանցել ինդուստրիայի արդյունաբերության եւ սա ամենաբարձր ցուցանիշն է եղել ԵԱՏՄ երկրներում։ Միշտ այդ ժամանակ ինձ զանգարեցին մեր Ռուսաստանի գործընկերները ԶԼՄ-ների, որ Հայաստանում 17% ինդուստրիալ աճ է գրանցվել ԵԱՏՄ երկրներից, մեր մոտ 5 է, ես ասացի սա կարճաժամկետ երևույթ է եւ այդպես էլ եղավ, որտեւ 2 ամսվա ընթացքում այդ ցուցանիշը 17% իջավ 4.7%-ի եւ շարունակում է ինչերն էլ։ Շատ բարի, պարոն Թավադյան, ներողություն, տեսեք հիմա մենք եկեք մի քիչ այդպես ցուցանիշախեղճ չանենք, մենք նաեւ մեր հեռուստադիտողները ընկալեն, տեսեք։ Այն ինչ որ օգտագործվել է, որը ինքնաբերաբար իներցիայով բերել է ուրեմն դրական պոզիտիվ արդյունքներ, դա նորմալ է մեզ համարում։ Տես չի որ հատուկ կազմակերպված մի սցենար է, վերարտահանում է եւ այլն, այդպես է ստացվել, որ այդ խողովակը աշխատել է, սա նորմալ է, բայց դա չի նշանակում, որ պետք է կառավարությունը եւ պատկան մարմինները հույսը դնեին միայն դրա վրա, պետք է զուգահեռաբար մշակված լիներ տնտեսական զարգացման համապատասխան մոդել, որպեսզի այսօր արդեն, երբ որ մենք տեսնում ենք, որ տնտեսության իրական հատվածը, այսինքն արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն միասին վերցրած կազմում է ընդամենը, եթե չեմ սխալվում, 25-26%-ը, իսկ ծառայությունների ոլորտը մոտավորապես 65-ից 70%-ը, մնացածը զուտ հարկերն են համախառն ներքին արդյունքի մեջ, մենք որպես տնտեսագետներ բերեք մի քիչ մոդելավորենք եւ կանխատեսենք, թե իսկ ինչ պլաններ ա եղել կառավարության մոտ, էկոնոմիկայի նախարարության, որոնք պետքա տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը պլանավորեին, օրինակ ժամանակին ասում էինք, որ կառավարության 21-26 թվականների հնգամյա ծրագրում, որ հայ հանքարդյունաբերությունը պետքա իջնի, դրա փոխարեն բարձր տեխնոլոգիաները, վերամշակող ճյուղերը, մենք տեսանք, որ արդյունաբերությունը 19.6%-ով իջել է հունվար-փետրվարին, այդ թվում վերամշակող արդյունաբերության կշիռը ավելի շատ է իջել, քան հանքարդյունաբերությունը։ Նու այսինքն փրկողակ է էլի ռեալ սեկտորում տնտեսության մնում է լեռնահանքային արդյունաբերությունը, այսինքն պղնձի խտանյութ, մոլիբդենի խտանյութ, այսինքն կառուցվածքը տարիների ընթացքում չի փոխվում։ Բարձր IT տեխնոլոգիաները ոնց որ մնացել է 4-5%, դες մնացել է, տեղաշարժերը չկա, նոր Բայց ինչ որ քայլեր կատարվել են այդ կառուցվածքը։ Այդ եմ ասում, այսինքն մենք տեսնում ենք, որ ավանդական ինչ որ կար, որևէ բան չի փոխվում։ Եթե մենք ավելի առաջ գնանք, մի փոքր ավելի փորձեմ գայթակղվեմ թվերով, երկու ցուցանիշ ասենք, նաև մեր մյուս գործընկերներին եմ նաև ուղղում այս հարցով, արդյունաբերության ոլորտում տարիներ շարունակ մի 10 տարի հնչում էր մի թիվ պաշտոնապես, որ արդյունաբերության ոլորտում կա 83000 աշխատող։ Բայց հիմա իջել է, դա 60000-ա, 57000-ա, եւ երկրորդը, եթե իջնում է, ենթադրում ենք, որ ցիվիլ քաղաքակիրթ զարգացող տնտեսության ոլորտում, այդ թվում արտադրությունը պետք է աշխատանքի արտադրողականությունը աճի։ Մեր հեռուստադիտողի համար, իրանք երևի շատերը գիտեն, կամ մեկ աշխատողի ընկնող արտադրանքի քանակը կամ միավոր ժամանակում քանակը։ Ցածրագույն ցուցանիշ աշխատանքի արտադրողականության մասով, ել չեմ ասում գյուղատնտեսության ոլորտում դա կատաստրոֆիկ է։ Այ ինչ եք մտածում, այսինքն վերարտահանումը գնաց եկա, ոսկու վերարտահանումը սենց եղավ, ռելոկանտներ եկան գնացին։ Ի վերջո մենք պետք է բազա ունենանք կայուն, թե չէ, թե մենք պետք է այսպես կարճացնենք արտաքին ինչ-որ խողովակներից օգտվելու համար, պարոն Մարգարյան։ Շնորհակալություն, եթե որակական գնահատականներ տանք աճի այդ կառուցվածքին, ինչի հետևանք էր այս ամենը, իսկապես արտաքին այդ գործոնները լուրջ դեր են խաղացել, դոմինանտ դեր են խաղացել։ Արդյունաբերության մասով ես կարող եմ շատ ցիտումներ անել կառավարության այս ծրագրից, որ պետք է նոր արդյունաբերականացման ծրագրեր իրականացնել եւ այլն, այո, որտեվ աշխարհը այսօր այդ տրենդի մեջ է
եւ այն ինչ որ այսօր կատարվում է նաեւ մաքսատուրքերի հետ կապված, այդ համատեքստի մեջ է, բայց մենք նման բան չենք տեսել։ Մենք տեսնում ենք իմիջիայլոց արդյունաբերության, եթե պոտենցիալին նայենք, պարոն Մերքումյան, 80-ական թվականների վերջերին արդյունաբերության մեջ Հայաստանի Հանրապետության մոտ 750,000 աշխատատեղ է եղել։ Այսինքն փոքր Հայաստանը ի վիճակի է գեներացնել այդպիսի արդյունաբերականացման ծրագրեր եւ աշխատատեղեր, բայց մոտ 10 անգամ ավելի պակաս է իր պոտենցիալից։ Սա է իրականությունը։ Ինչի, այսպես ասած, հետևանք կարող է լինել կամ ինչի կարող է հանգեցնել այս ամենը։ Պարզապես մենք վեր ենք հացվում ագրարային մերկանտիլ տնտեսություն ունեցող երկրի, այո, եւ ագրարայինը իհարկե խոսելի է, որտեղ եթե այսօր աշխարհը գնաց այսպես ասած հովանավորչական մաքսերի ուժեղացման քաղաքականության, մենք նույնիսկ մեզ համար կարող է խնդրեմ լինել եվրասիական շուկաներ մտնելը։ Ասացիք ագրարային գայթակղվեցի, Տիկինիսա, բա որ ագրարային երկիր ենք դառնում, ինչի ագրարային համալսարան ընդունվող չէ։ Չէ, ի՞նչ տակսի։ Եթե ագրարային է, ուրեմն կարող է պսևդո ագրարային, այնքան էլ ագրարային չի։ Պահանջարկը այդ մասնագիտությունների, այդ կլաստերի նկատմամբ միշտ է եղել եւ կա, պարզապես դու պետք է պայմաններ ստեղծես, որ երիտասարդությունը իսկապես գայթակղվի եւ գրավիչ լինի այդ ոլորտը, բայց արդյունաբերության մասով դու պետք է ունենաս արդյունաբերական քաղաքականություն։ Չեմ ասում նոր արդյունաբերական քաղաքականություն, կառուցվածքային քաղաքականություն, ներդրումային քաղաքականություն։ Շատ իրավացի է։ Քաղաքականության այդ վեկտորները մենք չենք տեսնում, շատ լղոզված է։ Ես գայթակղվում եմ, քանի որ չէի ուզում ասեի, բայց պետք է ասեմ։ Ուրեմն մեր ազգային ժողովում եղած տարիներին 15 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դրեցի իմ հեղինակությամբ մի մայր օրենք, այսինքն օրենքների մեծ մասը կոչվում է տվյալ օրենքում լրացում փոփոխություն կատարելու մասին օրենք, դա էլ է օրենք։ Մի մայր օրենք, որ 0-ից հաստեղծում չի եղել, դա հենց ձեր ասած արդյունաբերական քաղաքականության մասին օրենքն էր։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարարը Վահրամ Ավանեսյանն էր, մենք բավականին երկար զրուցեցինք, լավ ճանաչում ենք իրար եւ եկանք այն եզրակացության, որ այդ օրենքը պետք է։ Եթե ասեն շատ པարզ ասեմ, ընդամենը երկու միտք կար տեղ դրած, ավելի մնացածները այսպես չդիտարկեմ։ Առաջին, որ պետությունը պետք է ունենա պետական արդյունաբերական ծրագիր, արդյունաբերության մասին, զարգացման մասին ծրագիր, հնգամյա գոնե, եւ երկրորդ պետք է լինեն արդյունաբերական գոտիներ։ Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը իր այն նախկին արտադրությունների ոգով եւ այլ զարգացնենք եւ պետք է ստեղծենք մի քանի արդյունաբերական գոտի, ընդունենք ենթադրում ենք Չարենցավանը, Հրազդանը, Երևանի ինչ որ հատված, որտեղ ինչ որ ներուժ կար։ Օրինակ, ես ուզում եմ հիշեմ, Նայիրիտ գործարանը ինչի են երկար ժամանակ տարբեր էներգետիկ համակարգերից գեներացնում աշխատավարձերը տալիս, որ ու աշխատավարձի, որտեղ այդ ներուժը չէին ուզում կորցնեին։ Նայիրիտի այդ քիմիական արտադրության կոլեկտիվը, որ բացառիկ, հիմա չկան արդեն, որ բացառիկ գիտելիքներ կարողություն տալիս էին, որ պայեմ միգուցե վերագործարկեն, հենց որ արդեն հասկացան, որ վերջ Նայիրիտը այլևս շանս չունի վերագործարկվելու, արդեն այդ կոլեկտիվի պարտքերը չհաշվեցին եւ մենք կորցրեցինք հավերժ, ուրեմն այդ կոլեկտիվը ունենալու եւ այդ տիպի արտադրություն զարգացնելու ուրեմն հնարավորությունը։ Նայիրիտի ագլոմերացիան, եթե այսպես պատկերավոր ասենք, գեներացնում էր շուրջ 300 արտադրություններ, Նայիրիտի շուրջ ձևավորված խոշոր, հիմա անցնենք առաջ։ Նայիրիտը արդեն մնացած ժամանակակից, եթե վերցնենք, ասենք էլեկտրոնիկան, Հայաստանը ունեցել է եւ ունի այդպիսի, այսպես ասած, բջիջներ, որ կարող է աճեցնել եւ բարձր տեխնոլոգիաների, ասենք, ՏՏ ոլորտի պոտենցիալը հաշվի առնելով գնալ դեպի hardware, գնալ դեպի chip, այսպես ասած, այսօր շատ մեծ է պահանջարկը չիպերի տպասալիքների արտադրության, ինչն է խնդիրը, միշտ եղել են փորձեր, ներդրումներ նույնիսկ, Ամարաստ ընկերությունը ես հիշեցնեմ, ներդրումներ արեցին, բայց կես ճանապարհից, որտեվ բիզնես ծրագիրը եւ այսպես ասած պոտենցիալ շղթաները, արժե շղթաները, մատակարարներ, գնորդներ եւ այլն, ըստիս լավ մշակված չէին եւ շատ մեծ գովազդ եղավ այդ ծրագրի շուրջ, այս տիպի բաներ էլի եղել են։
եղել է նաև ռազմաարդյունաբերության ոլորտի որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր։ Իսկ սա արտաքին քաղաքական նաև կողմնորոշումների խնդիր է։ Ես հիշեցի նաև պարոն Մարգարյան, քիչ հետո ձայնը կտանք պարոն Ֆարմանյանին, տարիներ առաջ ես այցելել էի գործի բերումով ուրեմն երկու գործարան, ի թիվս այլ ձեռնարկությունների, մեկը դա աշտարակի տրանզիստոր ձեռնարկությունն էր, որը ոնց որ գիտեք ինչ էր, դա ասում եմ 2000-ականների առաջի կեսի մասին, ոնց որ Pentium Adin, Pentium 1, ուրեմն համակարգիչը լրիվ նոր դրած, ուրեմն բանի մեջ, արկղի մեջ, այնտեղ թթվածնային սենյակներ կային, մաքուր սենյակներ, թթվածնային կայաններ ու լավ ինստրումենտալն է, ասինքն սարքաշինական ուրեմն համալիր կար, չէ, որտեղ կրիստալներ պետք է աճեցնեին, 0 հետևանք։ Եվ ուզում էի հիշեմ Մարս գործարանը, որը հետագայում դառավ ուղղակի այդպես արդյունաբերական վարձակալական տարածքներ, չէ։ Եվ այս պահին ուղղակի մի միտք եմ ասում, անցնենք արդեն հիպոթեկը վերջացավ, չէ, ոնց որ թե շինարարության։ Որպեսզի մենք զարգացնենք, մենք արդյունաբերական հիպոթեկ պետք է ստեղծենք, այդ ինստիտուտը պետք է կարողանանք արդյունաբերական հիպոթեկի։ Ինչևից է, Տիկին Իսահյան, հիմա ձայնը տալիս եմ պարոն Ֆարմանյանին։ Եվ ես ուզում էի հարցնել այս ցուցանիշներից, հա, այն կողմ ստացվում է, որ Հայաստանի տնտեսության հույսը այսօր մնացել է շինարարությունը, ծառայություններն ու ներքին առևտուրը, պարոն Ֆարմանյան, հա։ Տեսեք, պարոն Մելքումյանը շատ ճիշտ արտահայտվեց, որ ցուցանիշախեղ չանենք, հեռուստադիտողը դիտում է, ուրեմն որպեսզի ներդրում գա Հայաստանի Հանրապետություն, նախ պետք է ունենանք բարենպաստ ներդրումային միջավայր։ Մենք փոքր երկիր ենք եւ այսպես բարդ բաներից եթե չխոսենք, շատ ավելի կենցաղային մակարդակով ասեմ, որպեսզի ավելի ընկալելի լինի, արձանագրենք մի քանի բացասական երևույթ։ Նույն շինարարության մասին եմ ուզում խոսել, ուրեմն չհիմնավորված տեղական տուրքերը շինարարությունը վտանգի առաջ կանգնեցրեցին, այսինքն վերջին տարիներին տնտեսական ակտիվությունը մեծամասամբ կախված էր նաև շինարարությունից։ Մարդիկ ուրեմն տարբեր ներդրումային ծրագրեր են առաջ բերում, որպեսզի ներդրումներ իրականացնեն այդ ոլորտում, բանից պարզվում է մենք այսօր ունենք նաև կոմունիկացիաների խնդիր։ Երևան քաղաքը ունի լրջագույն խնդիրներ կոմունիկացիաների, մասնավորապես ջրի խնդիր, եւ կան բազմաթիվ կառուցապատողներ, որոնք այդ ներդրումների ճանապարհին բախվում են այդ խնդրին եւ չհիմնավորված այդ турքերի պատճառով ինքնարժեքը անշարժ գույքի ոլորտում բարձրացել է եւ եկամտային հարկի վերադարձի այդ մեխանիզմը խթանում էր այդ ոլորտը դա հարցի մի կողմն է, դա լավ էր թե վատ, բայց փաստն է, որ այդ մեխանիզմը դուրս եկավ 25 թվականի հունվարի 1-ից եւ այսօր փաստի առաջ են կանգնած։ Ներողություն, турքեր ասելով դուք նկատի ունեք, որ բազմապատիկ բարձրացան ըստ գոտիների, ԱՊԶ-ի, ճարտարապետի հատակագծի առաջադրանքի, շինթույլտվության, ավարտական ակտի, այսինքն որտեղ որ ինքը գալիս է ինչ-որ բանի, մեծ турք է։ Այսինքն, ինչու եմ ասում չհիմնավորված, որովհետև մարդիկ գները չեն նվազեցնում, այդ ինքնարժեքը բարձրանում է, զուգահեռաբար եկամտային հարկի հետ վերադարձի մեխանիզմը դուրս եկավ շրջանառությունից եւ մենք առաջիկայում կունենանք լճացում այս ոլորտում։ Դրան գումարած նաեւ չարաբաստիկ գույքահարկը, որի մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու, եւ երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվում է, որ ովքեր բարձր գույքահարկ են վճարում, իրենք հարուստ են։ Ինչպես է դա ստացվում, ես չգիտեմ անկեղծ ասած, այսինքն ոնց կարող է մարդը վճարի բարձր գույքահարկ եւ ինքը հարուստ համարվի։ Այսինքն գործ ունենք մի աբսուրդային միջավայրի հետ, որ բնականաբար չի կարող նպաստել ներդրումներին Հայաստանի Հանրապետությունում։ Հարկային քաղաքականությունը բազմիցս առիթ ունեցել ենք խոսել նույն շրջանառության հարկի մասին, որ դա լուծում է սոցիալական խնդիր, աշխատատեղերի պահպանման խնդիր, որ մարդիկ չթողնեն չարտագաղթեն Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն չկա մի քայլ, որը կնպաստի ներդրումներին, կնպաստի բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Օրինակ մի բան էլ ասեմ, չնայած չգիտեմ ինչքանով թեմայի հետ կապ ունի, օրինակ խթանում են արտահանումները։ Կառավարության որոշում են ընդունում, որ դեպի Եվրոպա արտահանումների դիմաց պետք է համապատասխան տնտեսվարողներին տան փոխհատուցում։ Հիմա հարցը առաջանում ինչու Եվրոպա։ Օրինակ ինչու չեն խթանում, ասենք Վիետնամ, Հարավային Կորեա կամ չգիտեմ այլ երկրներ արտահանումը։ Այսինքն որևէ քայլ չունի տրամաբանություն իմ կարծիքով։ Եվ սա հենց այո նպաստում է այդ վերնագրին։ Ցավոք սրտի կա այո տնտեսական գաղավիժման վտանգ Հայաստանի Հանրապետությունում։
Հարգելի գործընկերներ, ես տեսեք, որպեսզի մենք մոդելավորենք, թե մենք շատ ենք խոսել, Հայաստանը ունի տնտեսական զարգացման մոդել, թե չէ։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք այսպես դրվագային ինչ-որ առանձին հատվածներ, որոնք պետք է սպասարկեն այդ բիզնեսը եւ ներդրումները խթանեն ու քաջալերեն, այսպես ասած, ավելի ճիշտ ներդրումների քաջալերումը, այստեղ շատ կարևոր գործառույթ ունի դա բանկային համակարգը։ Համախառն ներքին արդյունք ունենալով 10.5 տրիլիոն դրամ, արդեն մոտ 6 տրիլիոնի է մոտիկանում վարկային ընդհանուր զամբյուղը, պորտֆելը, հա, 6 տրիլիոն։ Այսինքն եթե մենք միշտ ասում ենք, չէ, հարկեր հնա, պետական պարտք հնա, այստեղ նաև գալիս է վարկեր հնա հարաբերակցությունը, այսինքն մոտավորապես մոտենում է մոտ 55-57%-ի, հա, վարկեր։ Եվ այդ վարկերի կառուցվածքում սրա մասին մենք ասել ենք, ուրեմն մոտ 52% կազմում են սպառողական վարկերը, մարդիկ որ գումար են վերցնում ուղղակի ապրելու համար, ինչ որ աննախադեպ բուժում է, չգիտեմ, ուսման վարձ է, միջոցառում է եւ այլն, մոտավորապես 40%-ից ավել դա իրենից ներկայացնում է հիպոթեկային վարկերը շինարարության եւ շատ կարճ երևի 5-6% թե ինչքան դրանք բիզնես վարկերն են։ Սա այս կառուցվածքը վարկային զամբյուղի արդեն ի վերուս ցույց է տալիս, որ չի կարող խթանել արտադրության մեջ եւ իրական սեկտորում ներդրումները։ Եվ այս առումով ես ուզում եի որ մենք մի քիչ գնահատականներ տանք, թե բանկային համակարգը իր տոկոսադրույքներով մեկ, բանկային համակարգը չէ որ դա պետք է սպասարկի ֆինանսավորի նաեւ տնտեսությունը, ինչ դերակատարություն ունի եւ այստեղ ինչ խնդիրներ կան, որ բեռը բիզնեսի վրա իրենք մեծացնում են, որտեվ եթե մենք վերցնենք բիզնեսը, որ վարկ պետք է վերցնի, հետո այդ վարկերը մարի, եւ պետությունը մենք տեսնում ենք ամեն ինչ անում է, որ բանկային համակարգը ուժեղանա, ավելի հզորանա, հարստանա, դա վատ չի, բայց ի վերջո բանկային համակարգի դերակատարությունը եւ նրա աջակցողական այսպես ռեժիմը, ինչ գնահատական եք դուք տեսնում այսօր ինչ ունենք մենք վարորդական բանկային իրականում դուք խոսեցիք տնտեսական քաղաքականության մասին, իրականում Հայաստանի Հանրապետության զարգացման տնտեսական քաղաքականությունը հենց դրված է բանկային համակարգի զարգացման վերաբերյալ։ Կենտրոնական բանկը երկու քաղաքականություն կարող է անել։ Մեկը ընդհանուր առմամբ արժույթի դրամի արժեզրկման քաղաքականությունը, որը խթանելու է արտահանումը, արտադրությունը, մենք դա չենք անում, երևի թե մեզ ասիական պետություն չենք համարում դրա համար, եւ երկրորդ քաղաքականությունը ժամանակի ընթացքում դրամի արժևորումն է, իսկ հայկական դրամը 2022 թվականից ամենաարժևորված արժույթն է, որը խթանում է բանկային համակարգի զարգացումը։ Ու այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում բարձր են տոկոսադրույքերը բանկային, ոչ թե նրա համար, որ մենք զարգացնենք տնտեսությունը, զարգացնենք արտադրությունը, որտեղ արտադրության զարգացման համար բարենպաստ են ցածր տոկոսներ, այն նրա համար, որ դրսից գումար բերենք, ասենք, այ տեսեք Հայաստանի Հանրապետությունում տոկոսները 10-12% են, ավելովա բերեք մեր մոտ, կամ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ 5-6% է, մեր մոտ ավելի է ձեռ տալիս։ Մարդիկ կան Դուբայում իրենց տները վարկի տակ են դնում, բերում են Հայաստանի Հանրապետությունը բանկային համակարգում ավանդ են վերցնում 10%, բավականին շահույթ, մեծ գումարներ են շահույթ ապահովում։ Սա բերում է ներդրում, ընդհանուր առմամբ ստեղ խնդիր կա։ Մենք խոսեցինք Հայաստանի Հանրապետության ներդրման միջավայրի մասին։ Այդտեղ մի քանի խնդիր կա, որ պիտի լուծվի, որ ներդրողը առաջին դա խոսքի խնդիրն է։ Ինչ նկատի ունեմ ես։ Եթե ցանկացած գործընկերային հարաբերություն գալիս ես, դու այսօր մի բան ես ասում, վաղը ուրիշ բան ես ասում, վաղը չեմ իսօր այլ բան ես ասում, դա խզում է գործընկերային հարաբերություն, որտեղ ցանկացած հարաբերության մեջ կարևորը խոսքն է։ Մարդը գալիս է այստեղ, անիվ լինի, այլ բան լինի, մի բան է պայմանավորվում, վաղը չեմ իսօր դա չեղարկվում է, ուրիշ բան է լինում, դա չի խթանում։ Եվ երկրորդը աշխատուժի էժանությունը, որը քանի որ մենք դրամ արժեզրկում ենք, թանկանում է մեր աշխատուժը, տոկոսադրույքերի բարձր լինելը եւ բավականին շատ խնդիրներ են դնում ներդրողների առաջ, որ իրանք ոչ թե գան իրենց գումարները ներդրեն ինչ-որ գործառնում, այլ ասում են ավելի լավ է դուք բերեք ձեր գումարները բանկային համակարգ դրեք, մենք կտորինենք, մենք ավելի լավ գիտենք ոնց անում։ Ստացվում է այնպես, որ եթե դու ուզում ես գաս կոնկրետ քո գումարները ներդնես Հայաստանի Հանրապետություն 1000 ու մի խոչընդոտ կա, բայց կարող ես գալ դնես բանկային համակարգ։ Նույնն էլ բանը հարկային առումով, քանի որ այս պահին
բյուջեն հստակ խնդիրներ ունի, հարկերն են բարձրացնում, որը նույնպես չի նպաստում նրան, որ դրսից ներդրողները գան եւ այստեղ աշխատեն, որովհետեւ այս պահին ճիշտ է, հարկերը բարձրացնում են, բայց շատ կազմակերպություններ կան գրեթե գրակշռող մասը, ինչ որ հարկային խախտումներ են գտնում, վերցնում են, բան են անում, որպեսզի լծակներ գտնեն, որ կարողանան խուսափել այս մեծ հարկային բեռից, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը չի նպաստում նրան, որ ասենք ենթադրենք Չինաստանից մարդ կամ Կորեայից մարդ գա, ասի ես ուզում եմ մաքուրով աշխատել, չի կարա մաքուրով աշխատել Հայաստանի Հանրապետությունը։ Սա խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն։ Եթե կարելի է, այս միտքը ուղղակի ես շարունակեմ, բանկային համակարգի վրա միայն կառուցել ստրատեգիա, արդյունաբերական քաղաքականություն, իհարկե ոնց որ դու մարդուն ասես մի ոտքի վրա պետք է արագ վազես եւ հասնես, չգիտեմ, X կետից Y կետ։ Աշխարհը վերջին առնվազն 100 տարվա ընթացքում մեծ դեպրեսիայից հետո մի քիչ պակաս զարգացել է ներդրումային, այսպես ասած, ռեսուրս ապահովել է արժեթղթերի, կորպորատիվ արժեթղթերի շուկայի զարգացման միջոցով։ Մենք ինչ էլ ասենք, այս ուրեմն ռեսուրսը բանկային համակարգի, դա բանկիրների փողերը չեն մեծ հաշվով, դա ավանդատուների փողերն են, պլյուս, մինուս, նաև դրսից ներգրավված փողեր։ Մյուս կողմից կենտրոնական բանկը եւ մեր կարգի երկրների կենտրոնական բանկերը չեն կարող գերզգուշավոր քաղաքականություն չվարել։ Գերագնահատված են ընդ որում ռիսկերը, տոկոսադրույքների բարձրությունը նաև դրա հետևանքն է։ Եվ ինչ որտեղ դա հասկանալի է մեր այս 3 տասնամյակների պատմությունը, եթե նկատի ունենանք։ Ռազմավարական առումով կառավարությունները այս թվում ներկա կառավարությունը ներառյալ այդպիսի խնդիրներ չեն դրել եւ լուծել, ինստիտուցիոնալ խնդիր, ինչպես խթանենք, ձևավորենք, աջակցենք կապիտալի շուկայի ձևավորմանը, այսինքն մասսայական ներդրողների շուկան, որոնք կդառնան երկարաժամկետ ներդրումներ։ Հիշում եք, տասնամյակներ շարունակ միշտ այդ դիսկուրսը եղել է, երկար փողեր չկան, դրա համար երկարաժամկետ վարկեր չեն տալիս։ Կարծես թե մարել են վերջի 7-8 տարվա ընթացքում այդ խոսակցությունները, ինչու հարց է առաջանում։ Երկար փողեր են օրինակ ապովագրական համակարգերի գեներացրած այդ գումարները, որտեղ են պատտվում այդ գումարները, ինչ ներդրումներ են դարձել, ինչու կենսաթոշակային ֆոնդի գումարները չեն ներդրվում, ասենք, հայաստանյան վենչուրային ֆոնդերի մեջ, որտեղ կարող էր այո կառավարությունը մասնակցեր եւ դա կարող էր երկարաժամկետ ներդրում դառնալ ստարտափերի համակարգի, բարձր տեխնոլոգիական ընկերությունների, այն ընկերությունների, որոնք կձևավորվեին այդ նոր արդյունաբերական քաղաքականության ստրատեգիայի շրջանակներում։ Սրանք ինստիտուցիոնալ խնդիրներ են, կարգավորումների դաշտի խնդիրներ են, որոնք ոչ ձևակերպում են, ոչ դրվում են խնդիրները, ոչ էլ կառավարության կողմից։ Պարոն Մարգարյան, հասկանալի է, լրիվ հասկանալի է, դուք այսպես ռազմավարական կոնտեքստով եք խոսում, այսօր մենք մեր երկիրը ապրում է երևի օրերով, ամիսներով, հասկանանք ինչա ոնց է, ասինքն ռիսկայնություն, նույն այդ պարտատոմսերը 750 միլիոնի 7.1% տոկոսայնությամբ, ասինքն այդ տեղաբաշխումը այդ տոկոսով ցույց է տալի ռիսկայնությունն է, հա, ինչքան տոկոսը բարձր է։ Կառավարությունն է ստեղծում այդ ռիսկայնությունը։ Ինքը ուզում է իր կարճ ժամկետի խնդիրը լուծել։ Ռիսկային լինի, դա էլ իր տրամաբանությունը, հոգեբանություն ունի։ Գանք արտաքին տնտեսական մարտահրավերներին, հաշվի առնելով, որ ուրեմն Միացյալ Նահանգներում հեղափոխական ուրեմն իրադարձություններ են տեղի ունենում եւ Միացյալ Նահանգների նախագահը Դոնալդ Թրամփը այնպիսի արագընթաց որոշումներ է կայացնում, որոնք որ աշխարհում աժիոտաժ են առաջացնում, սկսած ասենք թե տեսեք տարբեր ոլորտներում տարբեր բաներ է կատարում, ասենք թե օրինակ ինքը հայտարարել է, որ Հարվարդի համալսարանի գիտելիքները որ տալիս են, դա բան է, ոնց որ ջուրը գցեց, դա հիմարություններ են սովորացնում, պետքա ֆինանսավորումը, որը ուրեմն տասնյակ միլիարդավոր դոլարներ են կանգնացնել, կամ ասենք այդ USAID
ազատություն, ուրեմն Ամերիկայի ձայն եւ այլն, այս ամեն ինչը նշանակում է մի կողմից թվում է թե ինչ որ սա կտրուկ շարժումներ է, չհամակարգված, բայց մյուս կողմից ես հեռու եմ մտքից, որ ինչ որ մի կոնսիլիում, մի խորհուրդ չկա, անուններ չասեմ, որտեղ քննարկում են եւ այդ հենց այդ մեսեջները սկսում են բան անել։ Եվ այս առումով տալ հանրության, եւ այս առումով այդ առևտրային պատերազմներ ասվածը, որ մաքսատուրքերի կիրառման առումով, պարզ հստակ նա ասում է, ուրեմն ես ուզում եմ, որպեսզի արտադրությունները դրվեն Միացյալ Նահանգներում, որ մյուս երկրների համար Միացյալ Նահանգների շուկան չդառնա իրացման շուկա, հա, այսինքն եւ փողը դրա արդյունքում դուրս է գալի, չէ՞, Միացյալ Նահանգներից։ Եվ բերեն եւ շատ արտադրություններ ավտոմոբիլաշինական եւ այլ արդեն հայտարարեցին, որ գնում են իրանց արտադրությունները դնեն Միացյալ Նահանգներում։ Բայց շատ բաներ հաշվարկված չի եւ քաղաքական կոնտեքստը, որ արդեն 50, 60, 70 երկիր շարք են կանգնել, որ խնդրեն բանակցեն, որ իջացնեն, բայց ինքը բնական կառուցվածքը Միացյալ Նահանգների արդյունաբերական պոտենցիալի ցույց տվեց, որ օրինակ եթե Չինաստանը այդ ինքը ունի 700 միլիարդի առևտրաշրջանառություն, ուրեմն ոլորտներ կան, արտադրական օպերացիաներ կան, գործընթացներ կան, որոնք մենակ Չինաստանում են, դա հատկապես հազվագյուտ մետաղների վերամշակման, ասենք դիսկեր, այնտեղ տարբեր էլեկտրոնային պանելներ եւ այլն համակարգիչների մասով, որ անհնար է եւ այդ մասով հասցեական թիրախավորված Տրամպը ասում է, հանում եմ ընդհանրապես մաքսատուրքերը, որոնք գալիս են սպասարկում են օրինակ Միացյալ Նահանգներում, ուրեմն լայներների, ուրեմն արտադրությունը եւ այլ ոլորտներ, այսինքն սա ոնց ասեմ, բնականաբար դա պլանային տնտեսություն չի, որ հատիկ պետ պլան չկա այնտեղ, բայց սա առաջացնում է ռիսկեր բավականին, ես կուզենայի, որպեսզի պարոն Թավադյան մենք անդրադառնայինք այդ ռիսկերին, հետո մեր պարոն Ֆարմանյանը կարող արձագանքի, դուք ինչ եք տեսնում, Հայաստանը, որ այդքան գեր ինտեգրված չի միջազգային տնտեսական հարաբերությունների հետ, կարծեմ ինչ 100-150 միլիոն դոլարի մասն է ընդամենը խոսքը, ինչ է դա մեզ, ինչ որ ռիսկեր կա, թե չկա, թե կարող է ռիսկեր առաջացնի այն երկրներում, որոնց հետ մենք առևտրային խոշոր գործընկերներ ենք, ասենք թե նույն Չինաստանը, նույն Ռուսաստանի մասին խոսք չկա, որտեղ այնտեղ առանց այդ սանկցիաների տակ է, Իրանի հետ կապված ինչ կլինի եւ այլն։ Եթե թույլ կտաք ես ավելացնեմ, պարոն, ես նկատեցի, որ մեր երկրում կան փորձագետներ, ովքեր ասում են, որ այս իրավիճակը եւս կարող է Հայաստանը ի օգուտ իրեն վերարտահանման դաշտում, հա, նույն արտադրողներին, հա, այդպես ներդրումներ ներգրավել Հայաստան եւ Հայաստանից կազմակերպել արտահանումը, որովհետեւ ավելի էժան կլինի եւ այլն։ Այս մոտեցումը ձեզ համար։ Այս սրճարաններում, որ մենք ռելոկանտներին էինք տեսնում, չէ, Երևան քաղաքի նստած են, ասենք թե Ռուսաստանի քաղաքացիներ այլ հիմա բայց այդտեղ հաստատ սրճարաններում փոփոխություն չի լինելու այցելուների խնդրեմ շատ լավ ուրեմն այստեղ մի քանի խնդիր կա առաջին հերթին մաքսատուրքերի հետ կապված սա Հայաստանի Հանրապետությանը կարճաժամկետ ընթացքում շատ ոչ մի ձև չի անդրադառնա որովհետև մեր արտահանման ընդամենը 0.5%-ից ավելի քիչն է գնում դեպի Միացյալ Նահանգներ եթե հանենք վերարտահանումը ապա 2.5% եւ այդ ցուցանիշը տարիների այս ճիշտ է վերջերս աճեց 21-22 թվականից բայց 23-24 թվականին կրճատվել է մեր արտահանումը ու մոտավորապես 70 միլիոնի կարգ է այնտեղ մենք արտահանում ենք 20%-ը ոսկի եւ ադամանդ է մոտ 15%-ը խմիչքն է մնացածը սնունդն է ճիշտ է դա փոխարինի ապրանք է բայց ի տարբերություն այլ պետությունների որտեղ ի սկզբանե կիրառվել էր ասենք 45% մաքսատուրք Եվրոպայի հանդեպ 19% մաքսատուրք մենք ցածր կարգի 10% ամենամինիմալ մաքսատուրքն ենք կիրառվել ու սա ճիշտ է որոշակի պոտենցիալ է առաջացնում որովհետև ի տարբերություն այլ երկրների մեր մաքսատուրքը համեմատաբար ցածր այստեղ վերարտանումը կարելի է կազմակերպել բայց երկարաժամկետ առումով սա որոշակի ռիսկեր առաջացնում է ամբողջ համաշխարհային տնտեսության համար ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար որովհետև մեր տնտեսությունը հիմնականում կախված է դրսից եկած գումարներով ու ինչպես 2008 թվականին եթե այդ ամեն ինչը խաթարվի ապա սա մեծ հարված կլինի Հայաստանի Հանրապետության վրա հիմա ինչ վերաբերում է Թրամփի մաքսատուրքերին եւ ինչի համար են դրանք կիրառվել իրականում սա Այսպես ասած մաքսատուրքեր չեն, իրանք հայտարարել էին, որ այն մաքսատուրքերը, որոնք կիրառում են տվյալ պետությունը, դրա կեսը մենք կիրառելու ենք, այսինքն փոխադարձաբար, բայց իրականում
Իրանք էլ էին դա նշում, որ իրական մաքսատուրքերը անհնար է հաշվարկել, որովհետև ոչ միայն մաքսատուրքից, այլ չնշված մաքսատուրքեր կարող են լինել։ Օրինակ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն Ռոսկոմնadzորը կարող է որոշել, որ ինչ որ ապրանք, օրինակ ջերմուկը, Ռուսաստան չպիտի նետի որոշակի ժամանակ։ Սա էլ է որոշակի մաքսատուրքով։ Կամ կարող է փոխարժեքային մաքսատուրք լինել, երբ որ արժեքը արժույթը արժեզրկում ես, որ խթանես քո արտահանում։ Դրա համար իրանք նշել են, որ սա մենք չենք կարող հաշվարկենք, դա մենք կարող ենք մոտարկել եւ մոտարկել ենք հետեւյալ եղանակով զուտ արտահանում բաժանած ներմուծմամբ։ Ու այդ տոկոսի կեսը որպես մաքսատուրք դնելու ենք այդ տվյալ պետության վրա, որը տնտեսապես անիմաստ է, շատ խնդիրներ է առաջացնում, բայց այստեղ նաեւ հարցեր են առաջացնում։ Օրինակի համար Եվրոմիությունը մոտ մի 40%-ով ավել է արտահանում կամ ներմուծում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դրվեց մաքսատուրք դրա կեսը 19%, մինիմալը 10%, բայց օրինակ Հայաստանի Հանրապետությունը հակառակը, եթե դա հաշվարկով անենք, ստեղ լինելու է մինուս, չգիտեմ, այնտեղ 20 մինուս 100%, ինչ է դա նշանակում, մինուս 100% պիտի լինի 10% է։ Այստեղ լիքը հարցեր է առաջացնում եւ սա խնդիրներ է առաջացնում։ Եվ իրականում այս մաքսատուրքերի հիմնապատճառը ոչ թե առևտրի հավասարեցումն էր, այ Ամերիկայում արտաքին պետական պարտքի խնդրի լուծումն էր, այս պայն ամեն վարկյանը, որը 36 թե 7 տրիլիոն է, ամեն վարկյանը 1 միլիոն, 2 միլիոն, 100 միլիոն պետական պարտքը մեծանում է, բացի դրանից բյուջեի պակասորդն է մեծանում, սա այս խնդիրը լուծելու համար է սա դրվել, որպիսի ավելի բարենպաստ պայմաններ քննարկեին տարբեր պետություններ, որպիսի այս պարտքը վաճառվեր ավելի էժան գնով կամ ներվեր ավելի էժան գնով, եւ բացի դրանից դոլարը արժեզրկվեց, սակայն շուկան հակառակարծեցությունը եղավ, դոլարը հակառակը սկսեց ամրանալ, ինչը նաեւ պատճառներից մեկն էր, որ Թրամփը զիջեց այս արագ քայլը։ Ընդհանուր առմամբ Թրամփի, այսպես ասած, ճիշտ շտապում է ուզում է 4 տարվա ընթացքում 16 տարվա ծրագիր բանանել արագ-արագ, որը շատ հաճախ հակառակ էֆեկտի է բերում։ Շատ բարի։ Պարոն Ֆարմանյան, խնդրեմ։ Նախ բանկային համակարգի մասով չհասցրեցի արտահայտվել, շատ կարճ ասեմ, սպառողական վարկերի ցուցանիշը ցույց է տալիս, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում բանկային համակարգը չի նպաստում ներդրումներին։ Ավելի շատ այսպես գրավատան ֆունկցիա է կատարում, լոմբարդի ֆունկցիա, որտեղ հաշվի առնելով նաև այդ բանկային ռիսկերը, ինչ պահանջներ են դրվում վարկառուների նկատմամբ Հայաստանում գործնականում դասական իմաստով բանկային համակարգ կարելի համարել չկա, գուցե ծայրահեղական թվագնահատականը։ Ինչ վերաբերում է համաշխարհային իրադարձություններին, իրականում ինչից էլ խոսենք, չենք կարող այդ թեման ավելի շուտ շրջանցել, եւ մինչեւ հիմա ավագ սերունդը, ինձանից ավագ սերունդը օրինակ, գիտի խորհրդային միությունը ինչ տնտեսական մոդելի վրա է հիմնված, վերջին 30 տարիների ընթացքում մենք այն դասական էկոնոմիկսն ենք սովորել եւ հիմնականում արտահամանը միտված տնտեսական քաղաքականություն են երկրներն իրականացրել եւ ստացվում է, որ պետք է այդ քաղաքականությունը վերանային աստորեն, այսինքն այլ քաղաքականության վրա պետք է հիմնվեն երկրները։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, թե ինչ ազդեցություն կունենա, ինչպես արդեն նշեցին գործընկերները, դա այնքան փոքր ծավալ է կազմում, որ բնականաբար որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա, 100 միլիոն են թիվը չի, համեմատած, ասենք, Եվրասիական միության հետ եւ այլն։ Առավել ևս, երբ արտահանվող ապրանքները սպառվում են հիմնականում մեր հայրենակիցների կողմից, հիմնականում այդ սննդամթերք եւ այլն, այնպես որ առանձնապես լուրջ առևտրային հարաբերությունների մեջ մենք չենք գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Օգուտներ էլ հնարավոր չէ քաղել։ Ինչ վերաբերում է վերաարտահանման, ես չգիտեմ, այդ ինչ իմաստով ասվեց վերաարտահանման մասին, վերաարտահանումը ուրեմն հիմնականում Եվրասիական միության երկրներին է վերաբերում այդ տերմինը, դասական իմաստով, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում դրանք մաքսազերծվելով շրջանցում են սանկցիաները եւ որպես Եվրասիական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ հետագայում ազատ շրջանառվում եւ արտահանվում այլ երկրներ։ Ամերիկան դրա հետ բացարձակ կապ չունի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում եմ։ Եվ դա համընդհանուր քաղաքականություն է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացվող, ինչպես արդեն պարոն Թավադյանը նշեց, այո, դա բյուջեի դեֆիցիտից կրճատման նպատակ է հետապնդում։ Նաև տարիներով Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ ունեցել է ուժեղ ֆինանսական համակարգ, այժմ կա ձգտում արդյունաբերական Ամերիկա ունենալու։ Շատ բարի։ Այսինքն, պարոն Թավադյան, դուք շատ հետաքրքիր միտ նշեցիք, որ Տրամպի վարած քաղաքականության հետևանքով դասական, այսպես տնտեսվարման առումով
պետք է ուրեմն դոլարը թուլանար, ասինքն թույլ դոլարը կբերեր նաև ամերիկյան ապրանքների իրացման խթանմանը, չէ, որտեղ եթե պետական պարտքի նաև պետական պարտքի ուրեմն սպասարկման իջեցմանը այդ առումով, բայց կյանքը ցույց տվեց հակառակ, այսինքն ինքը սկսեց որոշակի զիջումներ անել, մենք տեսնում ենք, որ ասենք թե 1, 2, 3 հայտարարություն, մեկը կարող է բերի ուրեմն ֆոնդային շուկաներում ակցիաների թուլացման, անկման, տարբեր շուկա ինդեքսները տատանվում են այս կոմենկով, մեկ էլ որոշ ժամանակ հետո հետ են գալի, իսկ միգուցե դա ինչ-որ սպեկուլատիվ նաև բաներ է պարունակում, որ այդ քաղաքականությունը անելով շատ գեր հարուստ մարդիկ, ասենք մի քանի, չգիտեմ, տասնյակ միլիարդ դոլար այս կոմենկով աշխատեն հաշվի առնելով այդ տատանումների հետևանքով հետ գալու կոմպոնենտը։ Այո, այդ խնդիրն է կա, որովհետև Թրամփը մինչև հայտարարությունը, որ ներում է սանկցիան, ներում է մաքսատուրքերը, նշեց իր սոցիալական հարթակում, որ առեք տնտեսությունը լավ վիճակում է եւ մի քանի ժամ հետո ներեց եւ մարդիկ կային, որոնք ասենք արագ ներդրում կատարնելով 25 անգամ բազմապատկեցին իրենց ներդրումը, ինչ որ ասպես ասած խաղադրույք դնելով։ Այսինքն իհարկե մարդիկ կային, որ դա իմանալով բավականին հարստացան, բացի դրանից շատ մարդիկ, ասենք պանիկայի խոճապի մեջ վաճառեցին իրենց մի խոսքով շատ մարդ ուժվեց, շատ, բայց այդտեղ մի խնդիր էլ կա, ասենք նորից վերադառնում ենք խոսքի խնդրին, որ Թրամփը ուզում է արագորեն շատ խնդիրներ լուծել, լինի դա ռուս-ուկրաինական պատերազմը, լինի դա Իրանի խնդիրը, Իսրայելում որոշակի խնդիրներ, Եվրոպայում խնդիրներ, ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներ, բայց եւ շատ արագ սեղմ ժամկետներում, բայց սա օրինակի համար Վիտկոֆը, Թրամփի ատաշեն, մի օր ասենք կարող է Միացյալ Արաբական Էմիրություններում լինի, մի օր Ռուսաստանում, մի օր Չինաստանում, ասենց օրը մեջ պատտվում է եւ մենակով շատ խնդիրներ դժվար է լուծել եւ սա բերելու է հանգեցնելու է նրան, որ այն խնդիրները, որ պետք է լուծվել, կարող այսօր մի բան որոշվի, վաղը մյուս բան, որը խոսքի, այսպես ասած, հարգանքի վստահության աշճանը իջեցնում է, սա է խնդիրը։ Բայց պարոն Թավադյան եւ մյուս գործընկեր, տեսեք, Նոբելյան մրցանակակիրներ, հայտնի տնտեսագետներ եւ այլն, կարծես թե ինչ որ չեն շտապում գնահատականներ տալ, օրինակ եթե Ջեֆրի Սաքսը, Պոլ Կրուգմանը եւ այլ հայտնի, ոնց որ թե ինչ որ զգուշավոր, հա, կարծիք չեն սպասողական սպասողական վիճակ սա մեկ եւ երկրորդ, օրինակ, տեսեք թվում է թե ինչ որ հասարակ մի բան է, Առևտրի նախարարը Միացյալ Նահանգների հայտարարեց, որ ընդամենը 1 ամսվա ընթացքում, չէ՞ որ նրանք հայտարարել էին 5 միլիոն դոլարով այդ ոսկե գրին քարտը, քարտը ձեռք բերելու, ուրեմն 5 միլիարդ, արդեն դա ինչ անում, 1000 հոգի արդեն դիմել են եւ ստացել են այդ, որ 5 միլիոնով կարող են այդ ուրեմն ոսկե քարտը ստանալ, որպեսզի ազատ այդտեղ ինչ որ բաներ։ Սա հետարքիր բաներ, առաջարկից թվում է թե ոչ sense պարզունակ բաներ են, բայց ինքը ոնց որ փորձարկում է Միացյալ Նահանգների հզորությունը հետ վերադարձնելու համար որպես դոմինանտ երկիր, այսինքն այս ամեն ինչի մեջ կա քաղաքական լրջագույն կոմպոնենտը, հիշեցնենք սրա մասին շատ եմ ասել, որ 1950 թվականին, այսինքն 75 տարի առաջ Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը մոտ 50%-ից ավել է եղել աշխարհի համախառն ներքին արդյունքի։ Այսօր 26-27% է կազմում։ Ու դա չի աճում, դա քանի գնում իր տեղ, այսինքն ստեղ էս Միացյալ Նահանգների դոմինանտ երկիր լինելու կամ հավակնությունները Գրենլանդիայի, Կանադայի, չգիտեմ, եւ այլն, այսինքն սրանք մի հատ առաջի հարկից թվում է թե խառնիխուռի ինչ որ հավակնություն մեսիջներ են, բայց իրականում սա կարծում եմ որ հստակ նպատակ ունի թե ինքը ուր է գնում եւ ոնց է գնում։ Միացյալ Նահանգների ընդհանրապես դիրքավորումը աշխարհում ցիկլային, եթե նայենք Ռուզվելտի ժամանակներից մինչև Ռեյգան, հանրայդ Ռեյգանոմիկան, մոդելային փոփոխությունները եւ շատ էքսպերտներ ասում են, որ Թրամփը հաջորդն է Միացյալ Նահանգների պատմության մեջ այդպիսի փորձ արեց իր նախագահության առաջի շրջանում։ Եթե հիշում եք, մաքսատուրքերը 7.5%, Չինաստանի իհարկե առաջի հերթին խնդիրն էր։ Չինաստանը ունի միջոց, եթե Միացյալ Նահանգները գնաց ծավալուն դեվալվացիայի այս ձևով դոլարը, այսպես ասած, արժեզրկեց պարտքային խնդիրը լուծելու, Չինաստանը ետ չի մնա, ես վստահ եմ, յուանի մշտապես առավել եւս շատ մեծ հաղթաթղթեր ունի 3.5-4 տրիլիոն դոլարի
ինքը Միացյալ Նահանգների պետական պարտատոմսեր ունի, կարող է շատ արագ վաճառքի անել, այնպես որ այս խաղը Պարետո օպտիմալ խաղ չի հաստատ Սանտեշի հավասարակշիռ իրավիճակ է, այսինքն խաղացողները խաղում են սահմանի վրա, բայց փոխադարձորեն հարմարվելով միմյանց։ Դուք մեր հերոստատիտողներին ասեք, այդ Պարետոն նրանք, որ հայտնի իտալացի տնտեսագետ է, Պարետո արդյունավետություն, հավասարակշռություն։ Այո, մյուսների ընդհանրապես շահանտեսող վարքագիծ է։ Մինչդեռ Նեշի հավասարակշիռ իրավիճակը դա բոլոր կողմերը այսպես ասած համագործակցելով են խաղում, ինչպես երթևեկության կանոնները պահպանելով վարորդները վթարի չեն ենթարկվում։ Հիմա ինչ վերաբերում է Թրամփի միջին կամ երկար ժամկետ նպատակներին, ընդհանրապես ամերիկյան ադմինիստրացիայի, ճիշտ է, կարող է եւ ինսայդերական ինֆորմացիա գրո եղավ, թե գնեք, գնելու ժամանակն է եւ այլն, բայց ես ասեմ, որ այս օրերին արդեն դեմոկրատները հետաքննություն են հարուցել, որ դա միտումնավոր արվեց, որպեսի, այսպես ասած, միլիարդավոր դոլարներ վաստակեն ոմանք։ Այսօր առավոտյան Կալիֆոռնիայի նահանգապետը դատի է տվել Այնտեղ հանրահավաքներ է, այո, գնաճի շատ մեծ ռիսկերի, այսինքն սրանք կարճաժամկետ էֆեկտներ են, բայց միջին ժամկետ նա ցանկանում է նոր արդյունաբերականացման պարադիգմի փոխադրել Ամերիկան, ես այդպես եմ հասկանում։ Հնարավոր չէ այդ հովանավորչությունը 19-20-րդ դարերի մոդելը այսօր իմպլանտացնել, դնել, այսօր շահագործել եւ շահ ստանալ։ Աշխարհը այսօր ցանցավորված է, աշխարհը գլոբալ է։ Այսօր ինչ է լինելու այդ ցանցային ընկերությունների հետ, Amazon, Google, Facebook եւ այլն, այսինքն բաներ կա, որ դու չես կարող քո մաքսատուրքերով լուծել։ Բայց ես համաձայն եմ գործընկերների եւ ձեզ հետ, որ այս խաղի նաեւ իմաստը այդ խոսքի պարոն Թավադյանն ասում է ավելի լայն իմաստով ամերիկյան ներդրողները ավելի նվազ շահեկան վիճակում են Եվրոպայում եւ Չինաստանում, քան եվրոպական եւ ամերիկյան եւ այլ աշխարհի ներդրողներ Ամերիկայում։ Սա իրականություն է։ Թրամփը ասում է եկեք բանակցենք եւ բալանսավորենք մեր կարգավորումների վարքագիծը։ Բյուրոկրատացված է Եվրոպայում ներդրում անելը շատ բարդ է, ասեն Գերմանիայում, նույնը չես ասի Ամերիկայում, նույնը Չինաստանում, այնպես որ սրանք լուրջ հարցեր են, խորքային հարցեր են, որոնք չեն երևում, բայց ես համոզված եմ դա կա։ Շատ լավ, շնորհակալ ենք, պարոն Ֆարմանյան, այս առիթով Ինչպես արդեն նշեցի, աշխարհակարգ է փոխվել, Ռուսաստանի հետ համեմատենք, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության սկզբից առ այսօր մասնագետները, տարբեր փորձագետներ ասում են Ռուսաստանը պարտվում է։ Աննախադեպ սանկցիաներ են կիրառվել, աննախադեպ քանակի։ Բայց այս պայմաններում Ռուսաստանը արձանագրում է 4% տնտեսական աճ։ 41% տնտեսական աճ։ Գերմանիան արձանագրում է անկում։ Հիմա այս պայմաններում այսքան ընդհանուր ուղղակի համեմատության համար եմ ասում։ Ամերիկյան քաղաքականությունը իրոք առայժմ դժվար է միանշանակ գնահատական տալ, բայց բնականաբար այն ուղղված է Եվրոպայի դեմ, կարծում Եվրոպայի եւ Չինաստանի դեմ առաջերտին։ Եվ որպես արդյունաբերական Ամերիկա, ինչպես արդեն նշեցի, ունենալու համար Թրամփի նպատակ։ Շատ լավ, շնորհակալ ենք, երևի թե անցնենք մեր ամփոփիչ փուլին։ Ես այնուամենայնիվ կխնդրեմ պարոնայք, որպեսզի ամերիկյան քաղաքականությունը եւ այդ ցուցանիշները մի կողմ թողնենք ու վերադառնանք Հայաստանի տնտեսությանը եւ փորձենք հասկանալ, թե այս արկա մարտահրավերներին ինչ քայլերով պետք է դիմագրավել, հա, եւ որ առավել կարեւոր է այս տնտեսական անորոշության, այս ծանրության ամբողջ բեռը ի վերջո բաժին է հասնում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն, ում եկամուտները չեն ավելանում, բայց հարկերը բարձրանում են, վարկային բեռը բարձրանում է եւ այսպես շարունակ։ Խնդրեմ, պարոն Ֆարմանյան։ Դե նոր հեծանիվ չենք օրինելու, բնականաբար բոլորս էլ գիտենք ինչ է կատարվում, ունենք անբարենպաստ ներդրումային միջավայր, ինչպես արդեն նշեցի, անբարենպաստ հարկային քաղաքականություն, հույքահարկ, շրջանառության հարկ, շինարարության ոլորտում անկում եւ ընդամենը ցանկություն կարող եմ հայտնել, որ ի վերջո ունենանք այնպիսի իրավիճակ, որը համահունչ կլինի, այսինքն մարդկանց եկամուտները կինդեքսավորվեն, բյուջեի ծախսերը կկրճատվեն անիմաստ
եւ սա է բոլորիս ցանկությունը։ Ունենք այն, ինչ ունենք, ցավոք Շատ բարի, պարոն Մարգարյան։ Ես կարծում եմ, որ այս ամենից դրսի Թրամփի այդ քայլերից, դրա շուրջ ձևավորվող իրողություններից պետք է դասեր քաղել, սովորել։ Եթե աշխարհը գնում է նոր արդյունաբերականացման տրենդի, դու ունես այդ պոտենցիալը, դու կարող ես տեխնոգեներատոր որպեսի երկիր կայանալ, այդպեսին եղել է Հայաստանը, խորհրդային Հայաստանը, բայց հետ արդյունաբերականացման այս խորհրդային շրջանի փլուզումից հետո ավելի շատ մերկանտիլ տիպի տնտեսական մոդել է այսօր ձևավորված, առևտուր, ծառայություններ, խաղաբիզնես, այլասերումներ, այո, ըստ էության տնտեսական այլասերումներ, այո, պետք է փոխել պարադիգմը, գնալ տնտեսական աճի ներառական պարադիգմի, գնալ ինովացիոն պարադիգմի, քաղաքականությունը դարձնել սոցիալական քաղաքականությունը ներառամետ, հարկային քաղաքականությունը դիֆերենցված, այսինքն եթե ուզում ես զարգացնել իսկապես արդյունաբերությունը եւ ուղղայաց վերտիկալ եւ տարածականորեն, դու պետք է դիֆերենցես, գերապատվությունը տաս, ենթադրենք, եթե դու մարզերում ես ուզում զարգանա արդյունաբերությունը, դու շահութահարկը պետք է ծայրահեղ ցածր սահմանես եւ տաս ժամանակ, որպեսզի կայանա։ Եթե դու ուզում ես որոշակի ոլորտներ զարգացնել, իմիջայլոց այդ գերակա ոլորտները էլի սահմանված են արդյունաբերության ոլորտի։ Թղթի վրա մնում է եւ ըստ էության այդտեղ կարգավորումներ չկան։ Պետք է գնալ ռադիկալ ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Շատ բարի, պարոն Թավադյան։ Դե այս անորոշության պայմաններում իմ դեղատոմս ուղղված կլինի կենտրոնական բանկին եւ կառավարությանը։ Կենտրոնական բանկին ճիշտ է, ես կողմ եմ, որ տոկոսադրույքները կրճատվեն, բայց այս անորոշության պայմաններում եւ տոկոսադրույքները վերջին տարվա ընթացքում կամաց-կամաց կրճատվել են, սակայն լավ կլինի հապաղել, որ ավելի ուշադիր ուսումնասիրել համաշխարհային դրությունը, որովհետեւ այս ինչ որ կատարվում է այս պահին, նաև գնաճային տենդենց ունի եւ կարող ենք նոր գնաճային ալիք սպասենք ամբողջ աշխարհով։ Ինչ վերաբերվում է կառավարությանը, ճիշտ է, կառավարությունը շեշտը դնում է հարկերի հավաքագրման վերաբերյալ, որտեղ մեր բյուջետային եկամուտների 95%-ը հարկահավաքություններից է ձևանում, որտեղ բյուջեում նաև ճեղքվածքներ կան, բայց նաև արդյունաբերության մասին պիտի մտածել մեր ծախսերի, որտեղ նորմալ Հայաստանի Հանրապետության ծախսերի արդյունաբերությունը չի չարաշահվում։ Այսինքն ծախսերը կատարվում են, նշված է 100 միլիոն պիտի կատարվի, մինչև 9-րդ ամիս սեպտեմբեր 50-ն են կատարում, վերջի 50 միլիոնը 50%-ը վերջին երամսյակում այսպես ասած արագորեն ծախսում են, որ ցույց տան, որ կատարել են եւ արդյունավետությունը չափվում է զուտ այդ նշանով, որ կատարել են ու վсё։ Այդ պիտի հասկանանք արտադին էին այդ ծախսերը, թե չէ, նպատակային էին, արդյոք պետք է կրճատել, թե կրճատել, միգուցե այս պահին ժամանակն է եկել ավելի արդյունավետության մասին մտածել, որտեղ շատ նախարարություններ կան, որոնք արդյունավետ չեն ծախսում կամ լիարժեք չեն ծախսում։ Շատ բարի։ Ամփոփենք Տիկինիսյան, ուրեմն հարգելի գործընկերներ, նախ ես մի քիչ չզսպեմ իմ գայթակղությունը, հետ վերադառնալով պատժամիջոցների Ռուսաստանի նկատմամբ վերջերս ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը արձագանքում էր, որ որոշ սանկցիաներ Միացյալ Նահանգները միգուցե թույլատնում են Ռուսաստանի նկատմամբ, շատ հետաքրքիր միտք ասեց, որ պետք չի ձեր թույլատումը, մենք հազիվ գնում ենք այն ճանապարհով, որ գնանք ավտարգիայի, այսինքն ինքնապահովման քաղաքականության, որ մենք հետո որովհետև ասма բիզնեսը ուրեմն բավականին կարող է ուրեմն գայթակղվի այդ ուղղությամբ, սկսի նորից ներկրել, դա մեզ պետք չի, մենք ինքներս պետք է արտադրենք եւ վերջերս նայեցին նաեւ բավականին լուրջ քննարկում կար պանելային Ռուսաստանի կենտրոնական բանկի եւ ուրեմն այդտեղ նաեւ Կոստիններ մասնակցում ՎՏԲ բանկի կառավարիչը եւ ուրեմն կառավարության փոխվարչապետի Մակարտենկով Գրիգորենկոյի եւ հետարքիր միտք արտահայտվեց նաեւ Կոստինը, որ բանկերը այնքան բարձվել են տարբեր գրավներով եւ ասենք Wildberries եւ այլ մտել են բանկային։ Հիմա բարձ չի ասում, այդ բիզնես կլաստերներն են գնում դեպի բանկեր, թե բանկերն են եւ միտքը այնա, որ բանկը պետք է բանկային գործունեության զանգը չպետք է բեռնվի մտնի տնտեսության մեջ դառնա որպես փայատեր, բաժնետեր կամ մասնակից այդ ամեն ինչին։ Նու Հայաստանը ոնց որ
ես ինչ որ առումով օտարված է այդ process-ներից, բայց մենք գիտենք, որ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները անմիջապես ազդում են Հայաստանի տնտեսական, սոցիալական վիճակի վրա եւ փոխարժեքի վրա, որտեղ մենք ամենաշատը ինտեգրված ենք Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ։ Եվ այս առումով երկրորդ հիմնական ուրեմն այսպես հարցադրումը դա նա է, որ եւ Միացյալ Նահանգների եւ աշխարհի այլ խոշոր խաղացողների միջոցով մենք տեսնում ենք, դուք ասացիք Amazon-ը եւ այլն, մենք տեսնում ենք, որ ասում ենք 4-րդ հեղափոխություն չէ արդյունաբերական։ Հիմա կարող է միանգամից ուզում են թռիչք անեն 8-րդ, 9-րդ արդյունաբերական հեղափոխություն, որտեղ կա արհեստական ինտելեկտը, որտեղ կա թվային օրակարգը, բայց մարդը, ասենք եթե մենք վերենք տեղայնացնենք, մենք հայտարարագրի մասին ենք ասում ենք թե այդ մարզի մեր գյուղաբնակ քաղաքացին ոնց է լրացնելու հայտարարագիրը, ինչ թվային տնտեսության արհեստական ինտելեկտի մասնախոսքը, որ ինքը թռիչք ապրեն ամբողջ ուրեմն այս ազգով, մենք թվային հարթակ, հա, ամբողջ ազգով։ Սա իր յուրահատկությունները ունի, որ պետք է այնպես կազմակերպել, որ ինքը կարողանա շղթայական եւ դինամիկ ինքը մտնի մարդկանց կյանքի մեջ։ Այդ դու չես կարա թռիչք ապրես, որ ասենք անմիջապես բոլոր իրաց նոթբուքերը բացեն եւ ինչ որ գործողություններ կատարեն։ Ինչևիցե մեր քննարկումը կարծում եմ անցավ շատ ուրեմն նպատակային, մենք քննարկեցինք արդյունաբերություն, տնտեսության իրական հատված, փոխարժեք, առևտրային պատերազմներ, բանկային համակարգ եւ այլն, կարծում եմ սա օգտակար էր եւ քանի որ նոր պրոյեկտ տնտեսական ալիքն է Տիկին Իսայան եւ հարգելի գործընկերներ մեր հարթակում եք նոր պրոյեկտ տնտեսական ալիքի, կարծում եմ մենք որոշ ժամանակ հետո մոտ 1 ամսվա ընթացքում իմի կբերենք մեր բոլոր հաղորդումներում հնչած այն բոլոր մտքերը, որոնք ոչ թե ուղղակի որպես հարցազրույց լինի, այլ ինքը տեղայնացնենք ավելի պրակտիկ պրոդուկտի տեստ մենք ուրեմն բերենք դա եւ միգուցե մի հատ մեծ քննարկում կանենք տնտեսագիտական այսպես մի մասնագիտական համաժողովի տեսքով, որտեղ հասարակությունը կարիք ունի լսելու իրատեսական ռեալ կարծիքները։ Ինչ ուզում ես դու սա քննարկի։ Մարդը իր օրվա սոցիալական հարցերը պետքա լուծի։ Եվ երբ որ ասում ենք դա հենց այնպես չենք ասում։ Թվում է թե բոլորը նույն բանը կրկնում են։ Գույք հարկը սենց, աղբի վճարը սենց, շրջանառության հարկը սենց, ուրեմն հարկը սենց, բայց տենց է, դա կյանքն է։ Մենք պետքա կարողանանք այս քննարկումները բերենք պրոյեկտենք մարդկանց առօրյա խնդիրները ծառայեցնենք դրա նպատակին, որ մարդը երբ որ հետագայում գնա ընտրության, սա ընտրության համար չի իհարկե, որ մենք անում ենք, ինքը հասկանա, հնարավոր է, որ Հայաստանում այս մակարդակով գիտելիքը, տնտեսագիտական գիտելիքները, պարոն Թավադյան, պարոն Մարգարյան, պարոն Ֆարմանյան, ինքը ծառայի լավ միտքը, լավ մոդելը, լավ հնչեցրած միտքը դառնա կյանք, ոչ թե ինչ օդում կախված հետարքիր ուղղակի գրագետ ակադեմիական խոսակցություն մնա, այսքանը։ Շնորհակալ ենք հարգելի հյուրեր, մեր հրավերը չմերժելու համար, ինչպես պարոն Մելքումյան ասեց, այո, առաջիկայում ավելի մանրամասն այդ համաժողովի հնարավոր քննարկման ձևաչափի մասին մենք կտեղեկացնենք, սիրով բոլորիդ կհրավիրենք, իսկ այսօրվա քննարկումը ամփոփելով ես կարող եմ ասել, որ կարելի է եզրահանգել հետևյալին, անշուշտ պետք է հետևել համաշխարհային տնտեսությանը, հա, համաշխարհային տնտեսության տենդեցներին, դասեր քաղել, բայց եւ միայն հույսը դնել այդ արտաքին գործոններով պայմանավորված տարբեր թռիչքաձև աճերի վրա, հետագայում այդպես կարող ենք ունենալ այն իրավիճակ, ինչ որ ունենք ու այն գահավիժման ռիսկերը, որոնք որ մենք այսօր ականատես ենք լինում։ Այսինքն այն թղթում, փաստաթղթերում արկա բոլոր գործողությունները, այդ գերակա ոլորտները եւ այլն, ինչ ֆիքսվում է կառավարության ծրագրերում, ի վերջո, պարոն Մելքումյան, պետք է դառնան իրեն գործառնական եւ այդպես թղթի վրա չմնա։ Հակառակ պարագայում ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, այդ թղթի վրա կմնա այն ինչ կա, իսկ իրական տնտեսության հատվածում մենք կունենանք անվերջ ցուցանիշների անկումներ, նվազումներ եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում պրես կենտրոններ, կհանդիպենք։